Շատ կարևոր է, որպեսզի մենք դրական սկսենք մեր օրը եւ դրական վերջացնենք օրը։ Ինչի համար է սա պետք։ Երբ որ մենք տրամադրվում ենք դրական, մենք բարձրացնում ենք մեր վիբրացիաները։ Երբ որ մենք տրամադրվում ենք բացական, մենք ցածրացնում ենք մեր վիբրացիաները։ Դրա համար շատ կարևոր է արթնանալ ու շնորհակալ լինել այս օրվա համար, որ դու արթնացել ես։ Չէ որ գոյություն ունեն մարդիկ, որ այսօր չեն արթնացել։ Եվ նույնը քնելուց։ Չէ որ այսօր շատերը էլ չեն քնի, որովհետև վերջացավ իրենց ներկայությունը այն ֆիզիկական մարմնում, որտեղ ապրում էին։ Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի մենք գիտակցենք սա, որ մենք ապրում ենք, որ մենք կանք, որ մենք արթնացել ենք, շնորհակալ լինենք ուղղակի դեզերքին, բնությանը, շնորհակալ լինենք Արարչին եւ շնորհակալ լինենք ինքներս մեզ այն ջանքերի ներդրումների համար, այն գործողությունների համար, որոնք մենք կատարում ենք, որպեսզի լինենք առողջ։ Առավոտյան արթնանալուց հետո եւ երեկոյան քնելուց առաջ պարտադիր շնորհակալ եղիր, գտիր 10 պատճառ ամեն օր շնորհակալ լինելու համար։ 10 պատճառ եւ 10 րոպե շնորհակալ եղիր այն ամեն ինչի համար, ինչը որ կգտնես, որ քեզ համար կարևոր է եւ արժի դրա համար շնորհակալ լինել։ Աչքերդ բացեցիր, բարձրացիր, գնա, ընդունիր լոգանք, հիգիենայի քո պրոցեսները կատարիր ու մտածիր այն մասին, 10 բանի մասին, ինչի համար կարելի է լինել շնորհակալ։ Եվ 10 րոպե այդ 10 բանի մասին մտածիր։ Այ ես շնորհակալ եմ, քանի որ արթնացել եմ, շնորհակալ եմ, քանի որ շնչում եմ, շնորհակալ եմ, քանի որ ունեմ այս տունը եւ ապրում եմ այս տանը, որովհետեւ մարդիկ կան եւ շատ մարդիկ կան, ովքեր նույնիսկ չունեն տուն, չունեն տանիք եւ գիշերում են դրսում։ Այստեղ Հնդկաստանում դա շատ է, ու Հայաստանում համեմատած շատ ավելի քիչ են նման մարդիկ, բայց եթե դուք ապրեք Հնդկաստանում կամ մի փոքր մոտիկից ծանոթանաք հնդկական, այսպես ասած, աշխարհին, ապա դուք կտեսնեք, որ իսկապես 100 հազարավոր մարդիկ ուղղակի չունեն կացարան, չունեն տուն։ Որոշների համար դա եղել է ընտրություն։ Նրանք գնում են հոգևոր պրակտիկայով եւ դա իրենց ընտրությունն է։ Բայց շատերը ուղղակի չունեն այդ հնարավորությունը տանիք ունենալու։ Այնպես որ ընկերներ, դա իսկապես շնորհակալ լինելու մեծ առիթ է եւ պետք է շնորհակալ լինել դրա համար։ Հաջորդը դու կարող ես գտնել քեզ համար այն բոլոր առիթները,
ու դրանք կապ չունի մեծ են թե փոքր, 10 բան, որի համար արժի շնորհակալ լինել, 10 րոպե ուղղակի եղիր այդ վիբրացիաների մեջ, եղիր այդ մտքերի մեջ, շնորհակալ կարող ես լինել ուղղակի քո մտքում կրկնելով, որ շնորհակալ եմ, քանի որ ունեմ այս հագուստը, շնորհակալ եմ, քանի որ արթնացել եմ, շնորհակալ եմ, քանի որ ունեմ ընտանիք, շնորհակալ եմ, քանի որ իմ ընտանիքում կա երջանկություն, ու ամեն մարդ այն բաների համար, ինչը որ ունի ու ինչը որ գնահատում է, կարող է գնահատել, ապա ֆիքսենք հա դա մեր մեջ ու ընկերներ, առաջիկա 40 օրը մենք ուղղակի 10 րոպեով 10 բանի համար շնորհակալ ենք լինում։ Իսկ հիմա եկեք կատարենք մեդիտատիվ տեխնիկա, նստիր հարմար դիրքով, ձեռքդ իր ծնկներին, մեջքը ուղիղ պահիր, գլխագագաթով ձգվիր վեր, ատամների արանքում մեկ բրնձատիկ տեղ թող, հետևիր քո շնչառությանը, ներշնչին և արտաշնչին, շնչառական շրջապտույտին, մտքում կրկնիր, շնորհակալ եմ այս կյանքի համար, շնորհակալ եմ այն առողջության համար, որը ունեմ, ու շնորհակալ եմ այն բանի համար, որ իմ առողջությունը ամեն օր լավանում է։ Շնորհակալ եմ բոլոր այն փորձությունների համար, որոնք տրված են ինձ։ Շնորհակալ եմ ինձ ուժեղացնելու համար։ Շնորհակալ եմ իմ հարազատներին, իմ մտերիմներին, իմ ընտանիքին, իմ հայրենիքին, շնորհակալ եմ մարդկությանը, շնորհակալ եմ իմ պահապան հրեշտակներին, շնորհակալ եմ բոլոր էներգիաներին, որոնք օգնում են ինձ աճել, շնորհակալ եմ ամբողջ տիեզերքին, շնորհակալ եմ կենդանի և անկենդան աշխարհներին, շնորհակալ եմ ինքս ինձ, դանդաղ և հանգիստ ներշնչիր, դանդաղ արտաշունչ, միացնենք ձեռքերը, Նամա մուդրա և բացենք աչքերը։ Շնորհակալություն։ Քեզ ցանկանում եմ լավ, դրական և կառուցողական օր։ Լավ մնա։